Կախարդանք է։ Խաղ։ Տաշիր արենայի շոուներից մի հատված է ընդամենը։ Երբ փոքր էիք կպատկերացնեիք, որ Երևանի մեր 5 կրկեսը մի օր այսպես շքեղ կլինի։ Ամենաառաջատար ճարտարագիտական ու տեխնիկական լուծումներով, ժամանակակից ձայնային համակարգերով, բյուրեղյա մաքուր և հզոր հնչեղությամբ, լուսային տպավորիչ կոմպոզիցիաներով։ Սա պարզապես կրկես չէ, սա ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային կենտրոն է, որն իր բարձր մակարդակով առանձնանում է Երևանի չէ, ամբողջ տարածաշրջանի մասշտաբով։ Задача стояла такая, чтобы Առաջադրանքն իրոք այդպիսին էր ունենալ բազմաֆունկցիոնալ տարածք, որպեսզի այստեղ հնարավոր լինի ոչ միայն կրկեսային բեմադրություններ, այլև երաժշտական ներկայացումներ, սպորտային իրադարձություններ, ինչ ասեք, այդ թվում նաև մանկական միջոցառումներ։ мероприятия, детские концерты. Վթարային շենքից այսպիսի կախարդական իրականություն ստեղծելու համար ծախսվել է $55 միլիոն։ Տաշիր ընկերությունների խմբի համառ ջանքերի արդյունքում։ Երբ որ Տաշիր ընկերությունների խումբը ձեռք բերեց Երևանյան կրկեսի շենքը, այն այդ պահին գտնվում էր վթարային վիճակում եւ անվտանգ էր շահագործման համար։ Հետևաբար ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշում կայացվեց, որ ավելի անվտանգ է շենքը քանդել եւ կառուցել նոր, ավելի նորարար, ավելի անվտանգ շենք։ Ինքնին շենքը բավականին կարճ ժամանակում կառուցվեց, բայց հետո կար խնդիր այն համալրել տեխնոլոգիայով եւ տեխնիկայով։ Եվ Սամվել Կարապետյանի կողմից կար դրված խնդիր, որպեսզի շենքը լինի բազմաֆունկցիոնալ եւ համալրված ամենանոր տեխնոլոգիաներով։ Կրկեսի շենքը ոչ թե վերակառուցվել է, այլ հիմքից նոր տարածք է ստեղծվել։ Ընդհանուր մակերեսը 6000-ից դարձել է 21000 քառակուսի մետր, արդեն ոչ թե 5, այլ 9 հարկանի է։ Տաշիր արենայի եզակի առանձնահատկությունն է վերափոխվող բեմ մանեժը, որի շնորհիվ բեմական ճկուն լուծումներ են իրականացվելու։ Նոր, բարձր գմբեթի շնորհիվ այստեղ կազմակերպվելու են ամենաբարդ ներկայացումները։ Ընդլայնվել է նաև հանդիսատեսի հատվածը։ Այժմ համալիրը կարող է ընդունել մինչև 2000 մարդու, ներառյալ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց։ Էթերնիա թատերակրկեսային շքեղ շոուի պրեմիերայով են բացվելու Տաշիր արենայի դռները։ Ներկայացման համար մոտ 2 տարի աշխատել է ավելի քան 300 մասնագետներից կազմված միջազգային թիմը։ Պրոֆեսիոնալներին գտել է Սամվել Կարապետյանի դուստրը, Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթև Կարապետյանը։ Но в один, как сейчас помню, солнечный день Մի գեղեցիկ օր Տաթևը Կարապետյանն մոտեցավ ինձ եւ ասաց. «Սլավա, մենք պետք է մի նոր ծրագիր իրականացնենք, եւ դա լինելու է կրկես, մի շատ հետաքրքիր բեմադրություն»։ нам нужно построить цирк и сделать шоу международного уровня. Ինչպես ասում են, ախորժակն ուտելու ընթացքում է բացվում։ Մենք պարզապես սուզվեցինք այս գործի մեջ։ Միայն 1 տարի ծախսեցինք ստեղծագործական հետաքրքիր գաղափարների վրա։ Ի վերջո մեզ հաջողվեց անել դա, հավաքեցինք լավագույն փորձագետներին եւ վարպետներին ոչ միայն կրկեսային արվեստում, այլև տեխնոլոգիական ոլորտում։ А вы знаете, что Էթերնիա ներկայացմանը ներգրավված են արտիստներ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, Ասիայից։ Այն պատրաստի բեմադրություն չէ, այն հատուկ Հայաստանի հանդիսատեսի համար բեմադրված ներկայացում է աշխարհի լավագույնների փորձառությամբ։ у меня есть какие-то Ես բազմաթիվ խոշոր ծրագրերի եմ մասնակցել, ինձ դժվար է վախեցնել մեծ պրոյեկտներով, համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների հետ եմ աշխատել։ самостоятельно или там в компании. Բայց ինձ համար ամենակարևորը մարդկային կոնտակտն է։ Երբ մի քանի տարի առաջ հանդիպեցի Տաթևիկի ու Սլավայի հետ, ինձ համար մի նոր աշխարհի դուռ բացվեց։ Ես տեսա մարդկանց, որոնց հավատացի, իսկ երբ հավատում ես մարդուն, արդեն պայմանագիր, ստորագրություն, հետին պլան են մղվում։ Երբ ես լսեցի, թե ինչ է ուզում, ինչի մասին է երազում Տաթևը, որոշեցի օգնել իրականացնել այդ երազանքը։
Ես համաձայնեցի մասնակցել այս նախաձեռնությանը, որովհետև մարդիկ ուզում էին կառուցել ապագա։ Ես նրանց միացա այդ ապագան կառուցելու համար։ Էթերնիան նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար։ Դերասանական ռեժիսորական կազմը խոստանում է հանդիսատեսի համար այդ շոուն հեքիաթային ճամփորդություն է լինելու դեպի մոգական աշխարհ։ Հոկտեմբերի 25-ին Տաշիր արենայում կլինի Էթերնիա թատերակրկեսային շքեղ շոուի պրեմիերան։ Իսկ դրանից մեկ օր առաջ հոկտեմբերի 24-ին տեղի կունենա Տաշիր արենայի բացման պաշտոնական արարողությունը։ Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։